վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ Փաշինյանը ծրագրեր չունի գնալ Դավոս։ Այո։ 2 օր անց վարչապետը հայտնվում է Դավոսում։ Ինչու՞։ Որովհետև նա ծրագրեր չուներ գնալու Դավոս, բայց նրան կանչեցին, որովհետև Թրամփը հանկարծ որոշեց, որ պետք է ստեղծել խաղաղության խորհուրդ եւ ասել, որ ես Թրամփը 10 պատերազմ է ավարտել, բայց պարզվում է, որ նա ցույց տալու համար ունի ընդամենը 1 օրինակ, եւ դա Ալբանիայի եւ Կամբոջայի, կներեք, Արմենիայի եւ Ադրբեջանի։ Նա հաճախ խառնում է, շփոթում է դա։ Ես կատակեցի, այո, եւ նա բերում է ուրեմն Ալբանիա, այսինքն Արմենիա եւ Կամբոջա, այսինքն Ադրբեջանի նախագահներին շտաբ 1 զանգով այդպես լինում է, այո, բայց Հայաստանում դա լինում է միշտ։ Նույնը վերաբերվում էր ոչ միայն խաղաղության խորհրդին, այլ տրիպին։ Երբ որ բացարձակապես անսպասելիորեն տրիպը դառնում է արդյունք ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների։ Շատերը մոռանում են, որ Թրամփը 2 ամսվա ժամկետ էր տվել օգոստոսին 25 թվականի, կներեք, հուլիսին 20, հետո ասեց, որ դա շատ է, 50 օր դարձավ, 50 օր դարձավ, հետո ասեց 5 օր, եւ այդ, կներեք, հետո ասեց 10 օր, եւ այդ 10 օրը, գիտեք երբ էր, հուլիսի 28-ին, իսկ 10 օր անց, գիտեք ինչ օր է գալիս, օգոստոսի 8-ը, այսինքն այս ամենը Հայաստանի ոչ թե վերահսկողության տակ չէ, դուք ասեցիք ջրի գետի օրինակը, եթե դու չգիտես քո վերջնական նպատակը, ցանկացած կամին հակոտնյա է, ցանկացած հոսքը հակառակ է։ Սեպտեմբերի 3-ը 2013 թվականի օգտագործում եք որպես քաղաքական խորհրդանիշ պատկերավոր, ապա ենթադրյալ հայկական օրացույցում այդ օրը կարելի է դնել բազմաթիվ քառակուսիկներում, որովհետև նման սեպտեմբերի 3-ները վերջին 8 տարիների շատ են եղել, եւ օրինակ ամենաողբերգականը 20 թվականի սեպտեմբերի 26-27 պատերազմները, դա նույնպես սեպտեմբերի 3 է, եւ նոյեմբերի 9-ը դա սեպտեմբերի 3 է, եւ օգոստոսի 8-ը դա սեպտեմբերի 3 է, եւ այս հունվարի Դավոսյան զարգացումները դա նույնպես սեպտեմբերի 3 է, որովհետեւ ինչի օրինակն է սեպտեմբերի 3-ը, նրա, որ վերնախավը, այսպես կոչված, այնքան է պոկվել, անջատվել, օտարացել ժողովրդից, որ կարևորագույն որոշումներ ընդունվում են առանց որևէ քննարկման, 1-2 հոգու, այն էլ հզոր ճնշման ներքո, Եվրոպայի դիտորդներին հեռացնել Հայաստանից, դա խելագարություն է, դա ինքնասպանություն է, օրինակ եմ բերում, եւս մի հակագծերում մեկնաբանություններում էլ ես էլ ճիշտ ասած, դա դուք մեկ անգամ եւս մեր հաղորդումների ժամանակ մատնանշել եք, որ դուրս են գալի, որոշում են կայացրել դուրս գալու, դա իսկապես այդպես է, դուք հստակ ինֆորմացիա ունեք, որ եվրադիտորդները դուրս են գալիս Հայաստանից։ Եթե դուք այս հաղորդումը մի փոքր ուշ եթեր թողնեք, ես ձեզ կուղարկեմ ուղղակի 2 լուսանկար, երբ որ նույն ամսվա ընթացքում ես օրերը պարզապես հիմա պատրաստ չեմ նշել, բայց հեռախոսումս օրինակ գրված է, Ալիևը պահանջում է, որ Հայաստանից դուրս բերվեն եվրադիտորդները, սահմաններից, այո, Հայաստանի տարածքից։ Ամբողջ տարածքից թե իրենց սահմաններից։ Դե գիտեք ինչ, մեր դիտորդները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Իրանք, ասենք, Երևանում նստած չեն, իրանք Եղեգնաձորում են իրենց շտաբը, բայց իրենք գործում են սահմաններ։ 2 շաբաթ անց նույն ամսվա մեջ Փաշինյանը ասում է, որ նոր ստեղծված իրավիճակում Հայաստանը քննարկելու է եվրադիտորդներին դուրս բերելու հարցը եւ օրեր առաջ այդ մասին ասեց արդեն գերմանացի ղեկավարը Ռիթերը, որ Եվրոպայում որոշում է ընդունված Հայաստանի արդեն նոր քաղաքականությունը եւ փաստորեն իրենք դա չասեցին, բայց պահանջը նկատի առնելով մենք պատրաստվում ենք 26 թվականին փակել այդ առաքելությունը։ Տեսեք, վերցնենք մի օրինակ, որ գործողության կամ օրենքի կամ դիրքորոշման մասին Հայաստանի խոսում են եւ Ռուսաստանը,
Լավրովի մակարդակով եւ Եվրոպան Կայա Կալասի մակարդակով եւ պետքարտուղարը Ամերիկայի մեկ բանի մասին դա Եվրամիության անդամակցելու օրենքի մասին է այսա միակ որոշումն է որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է ինքնուրույն ի հեճուկս բազմաթիվ ճնշումների եւ ամենակարևորը ընդունել է ոչ թե գիշերային զանգի Պուտինի կամ չգիտեմ Ռասպուտինի հրահանգով հրամանով ինչպես 13 թվականի սեպտեմբերի 3-ին այլ ընդունել է բազմամյա 3 տարվա աշխատանքի ամիսների Հայաստանի Եվրոպական կուսակցությունը երբ որ 21 թվականին մտել է արտախորհրդարանական այդ կառույցի աշխատանքի մեջ մեր նպատակն էր առաջին օրվանից մինչև 25 թվականի մարտի 26-ը դա էր այդ օրենքը այդ քաղաքական ծրագիրը իրականացնելու նպատակն էր այսինքն այնտեղ որտեղ մենք աշխատում ենք որպես հասարակություն որպես ընդդիմություն եւ կառավարություն միասին որպես ժողովուրդ որտեղ ստորագրավակը դա ժողովրդի կամքն է հանրակրվեն դա ժողովրդի կամ արտահայտությունն է դա լայն հասարակական քննարկման վերլուծությունների ծանր ու թեթև անելու արդյունք է այնտեղ մենք ճիշտ ենք այնչու միակ օրինակը որի մասին Հայաստանին վերաբերող խոսում է Մայա Սանդուն Կայա Կալասը ով ասեք Լավրովը Պուտինը տարբեր իհարկե գնահատականներ այդ դա է որովհետև դա միակ օրինակն է երբ որ վերջին տարիներին Հայաստանը գործեց որպես պետություն, որպես հասարակություն, որպես իրական վերնախավ։ Այնտեղ երբ որ ամեն ինչ նորից վերադառնում է մի հեռախոսային զանգի, մի հրամանի կամ քացով տալու կամ գոռալու կամ սուլելով կանչելու, մենք սխալներ ենք կատարում, որովհետև կատարում ենք ոչ թե մեր ազգի հասարակության, այլ ուրիշ երկրների կամքը։ Եվ 21 եւ 23 թվականի հանրապետական եւ քաղաքային ընտրությունները երկու ուժերի միջև էին եւ խիստ անհրաժեշտ է երրորդ ուժ եւ Եվրոքվեն, Եվրոկոալիցիան, Եվրադաշինքը հենց այդ նպատակն էր դրել։ Ես 2 ամիս առաջ առաջարկեցի ընդդիմությանը միավորվել եւ ցուցակ գրեցի բոլոր այն մարդկանց, ում դիմում եմ։ Մոտավորապես 70 անուն, միգուցե 68 երկու ընդամենը չափանիշներով, որպեսզի նրանք երբևէ չհամագործակցեին նախկին եւ ներկա իշխանությունների հետ, եւ երկրորդը, որ նրանք ընդունեն եվրոինտեգրումը որպես Հայաստանի ռազմավարական ճանապարհը։ Ասել, որ ինչ որ մի մեծ հերթեր են կանգնած Հայաստանի Եվրոպական կուսակցության գրասենյակի մոտ կլինի չափազանցություն, ավելին մարդիկ ում հետ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ում հետ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը իրականացրեց ստորագրավակը եւ նախաձեռնեց լսումները, իսկ այդ օրենքի ընդունումը, հիմա գերադասում են ոչ թե երրորդ ուժ լինել, այլ այդ երկու ուժերից մեկը։ Բարեբախտաբար նրանք ուղիղ ռուսամոլ, ռուսամետ եւ դա չթաքցնող ուժերի հետ չեն, բայց նրանք հավատում են, որ իշխանությունը իր բոլոր հզորություններով, կարողություններով, իր բոլոր սխալներով եւ դեգերումներով հանդերձ այնուամենայնիվ ճիշտ է եւ երրորդ ուժի կարիքը ըստ նրանց չկա։ Փաստորեն ես ստիպված եմ ցավով նշել, որ Եվրոկոալիցիայի մի մասը հակված է ընդունել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեսակետները եւ գերադասում են մնալ այդ կոմֆորտային գոտիում։ Այդպես որ երրորդ ուժը մնում է Եվրոպական կուսակցությունը եւ այն մի քանի կուսակցությունները, կառույցները, անհատները քաղաքական դաշտում, որոնք համարում են, որ երրորդ ուժը խիստ կարևոր է։ Ցավոք սրտի ասում եմ, որովհետև այդ երկու հզոր ուժերը, մեկի մոտ կա ռուսական հատուկ գործակալությունների ֆինանսավորումը, վերջերս թիվը գրվեց 13 տրիլիոն կարծեմ ռուսական ռուբլի կամ 165 միլիոն դրամ կներեք դոլար, 165 միլիոն դոլար ստացել է ուրեմն Կիրիենկոն Պուտինից Հայաստանում
վերահսկելու ճակերտներում ընտրությունները 26 թվականի։ Դա նորություն է ռուսական աղբյուրներից։ Մյուս կողմից փաստորեն Փաշինյանի եւ ԿՊ-ի ադմինիստրատիվ լծակներն են երկրորդ ուժի, որոնք նույնպես ուղղված են ընտրությունները հաղթելու եւ վերընտրվելու, այսինքն ստեղծելու նույն իրավիճակը, պահպանելու նույն ստատուս կվոն, որը վերջին տարիներին 21 թվականից եղել է։ Փաշինյան եւ պրոռուսական ուժեր։ Եվ երրորդ ուժի դեմ իրենք աշխատում են նույն ճակատով։ Որպես օրինակ բերեմ այն, որ հանրային հեռուստատեսությունը, որը սկզբունքորեն օրենքի սահմանադրության համաձայն պարտավոր է տեղեկություններ հասցնել հասարակությանը բոլորի մասին, բոլոր տեսակետները ներկայացնել, բաց եթերում 3 անգամ դեկտեմբերի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ ձեր խոնարհ ծառան Տիգրան Խզմալյանս տեղ չունենք այնտեղ, դա ուղիղ ասվել է, ինչը նշանակում է, որ այդ հարցում նրանք միանման են, որովհետև վերջերս հանրային հեռուստատեսության prime time-ում հարցազրույցեր հրավիրված հենց այդ երկրորդ ուժի ղեկավար Նարեկ Կարապետյան, այսինքն ռուսական ուժերի ներկայացուցիչը շատ ավելի ընդունելի է Փաշինյանի կողմից վերահսկվող հանրային հեռուստատեսության համար եւ հետեւաբար ԿՊ-ի համար, քան երրորդ ուժը։ Մենք շարունակելու ենք աշխատել ներկայացնելով եվրո ինտեգրումը որպես գլխավոր նպատակ Հայաստանի պատկերացնող հասարակության եւ քաղաքական ուժերի հետ։ Պարոն Խզմալյան, այդ օրինակը որ վերեցիք հանրային հեռուստատեսության, բայց չէ որ հանրային հեռուստատեսությունը հրավիրում է Եվրաքվեին մասնակցած այլ ուժերի ներկայացուցիչներ, անպայման չէ քաղաքական կուսակցություններ լինեն, նաև քաղաքացիական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մասնակցել էին Եվրաքվեին, դուք ոնց որ մեկ դաշինքով եք գնում, եւ դուք հիմա չեք այնտեղ մուտք չունեք, բայց ուրիշներին հրավիրում են, չէ՞։ Ես դա էլ ասում եմ, հրավիրում են նրանց, ինչի ցուցանիշ է դա ըստ ձեզ։ Դա ցուցանիշ է նրա, որ հանրաքվեի չէ, Եվրաքվեի մասնակիցների մի մասը ընդունելի են Փաշինյանի կառավարության համար, որովհետև իրենք ընդունել են Փաշինյանի կառավարության եւ ԿՊ-ի գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը։ Մեզ համար երրորդ ուժի համար եվրոպական ինտեգրացիայի ոչ թե խոսքերով, այլ գործերով ջատագովների համար դա անընդունելի է, որովհետև կրկնում եմ, կարելի է հավատալ, Փաշինյանը ասում է, մենք էլ ենք ուզում Եվրամիության անդամ դառնալ, 20 տարուց հետո ես տեսնում եմ Հայաստանը Եվրամիության կազմում։ Մենք ասում ենք 24 ժամվա մեջ մենք ունենալով իշխանական լծակներ կդիմենք Եվրամիությանը, դուրս կգանք բոլոր պրոռուսական կառույցներից, 24 ժամ է պահանջվում, այլ ոչ թե 20 կամ 24 տարի, ոչ 4 տարի։ 4 տարի բավական է, որ դառնալ Եվրամիության անդամ։ 2030 թվականին, եթե Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կարողանա ունենա ժողովրդի քվեն, 2030 թվականին Հայաստանը լինելու է Ուկրաինայի, Մոլդովայի հետ, միգուցե նաև Վրաստանի միջալոց, դա էլ չի բացառվում, որովհետև մենք կօգնենք Վրաստանին։ Վրաստանում կհաղթի ժողովրդավարություն անխուսափելիորեն, բայց այս տարածաշրջանի ժողովրդավարական առաջնորդը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, ինչպես հիմա է ստացվում, ծիծաղելի է, բայց դա այդպես է, որ ընդունելի է Եվրոպայի, Ամերիկայի համար, ընդունելի է նաև Ռուսաստանի համար։ Այդ մենք ենք, որ հասկանալի եւ ընդունելի չենք ոչ ոքի համար։ Մեզ հետ կնքում են ինչ-որ թղթեր, որ մեզ թելադրում են, բայց մենք այդ, ինչպես դուք ասացիք, կրողն ենք դրա։ Գրավորական վիճակում մասն ենք։ Այո, մենք չենք նախաձեռնել։ Միակ վերջին բանը, որը մենք ենք նախաձեռնել, դա Եվրոինտեգրման օրենքն էր, որը մենք ենք նախաձեռնել։ Այստեղ մեկ ճակատով չեք հանդես գալու։ Մենք ցանկանում ենք այդ մեկ ճակատը կազմել, բայց մենք հրավիրում ենք մարդկանց այդ երրորդ ուժը։ Ժամանակ կա եւ ես հավատում եմ մեր ժողովրդի խոհեմությանը, որովհետեւ միևնույն է արվելու այնպես ինչպես մենք ենք ծրագրել, որովհետեւ դա է ճիշտը։ Ուշ թե շուտ գալու են, բայց եթե շատ ուշ են գալու, կորուստները լինելու են էլ ավելի դառը քան եղել են։
Եթե լսեին մեզ, մենք չենք կորցնի Արցախը։ Եթե լսեն մեզ, չենք կորցնի անկլավները։ Եթե չկատարվեին այն սխալները, որոնք կատարվեցին, որտեղ մեզ չէին լսում, մենք չենք կորցնելու անկլավները եւ մենք սպառնալիքի տակ չենք դնելու Սյունիքի ճակատագիրը, հետեւաբար ողջ Հայաստանի պետականությունը։ Այո, մարդիկ հոգնել են, երբ որ իրենց ասում են, որ վտանգը տան մոտ է, որ Հանիբալ ապորտ է, ինչպես ասում են հռոմեացիները, թշնամին արդեն դռան դեմ է, որ հրդեհ է բռնկվում։ Մենք դա ասում ենք ու մեզ ասում են լավ էլի, հոգնեցրել եք, ինչքան կարելի է ասել։ Ուրիշ բաների մասին խոսեք, կինոյի մասին խոսեք, ինձ գրում են, ինչու չեք զբաղվում կինոյով։ Ժողովուրդ ջան, ես երկու պատերազմի մասնակից եմ իմ սերնդի հետ միասին, որպեսզի չլինի երրորդը, վերջինը, որպեսզի չլինի վերջին արտագաղթը, մենք թողել ենք մեր աշխատանքը, սիրած գործը, մենք թողել ենք ընտանիքները, չենք ապրում նորմալ ընտանեկան, հասարակական, կենցաղային կյանքով։ Այո, մենք տրվել ենք այս գործին, որ մեր տղաները այլևս չզոհվեն, որ մեր աղջիկները այրի չմնան, որ դուք Ամերիկայից ինձ չզանգեք ու չասեք, գիտեք, ես հոգնել եմ ձեր խոսելուց, դուք Ամերիկայից եք, չեք զանգում տիկին։ Դուք հոգնել եք, որ Հայաստանում այսպիսի վիճակ է ու ես դες ռեստորանների մենյուն չեմ ասում, որովհետև ինչպես Դավոսում Միխելացի եվրոպացի ասել է, եթե դուք սեղանի շուրջը նստած չեք, ուրեմն դուք սեղանի ճաշատեսակ եք։ Դուք արդեն ճաշատեսակ եք եւ սպասում եք, որ ձեզ ուտեն, ու ինձ մեղադրում եք, որ ես չեմ ուզում, որ ձեզ ու մեզ ուտեն, որովհետեւ դուք հոգնել եք ճշմարտություն լսելուց։ Հանգստացեք տիկին։ Մի նայեք ինձ, մի լսեք, զբաղվեք սերիալներով եւ ճաշ պատրաստելով։ Գիտեք, վարդագույն պոնիներ եւ վարդագույն ակնոցներ մեր երկրում կան լիքը։ Հեռուստացույցը միացրեք, դուք կտեսնեք բազմաթիվ հրճվող, ուրախ մարդկանց ինչ որ հարսանիքներ, բացումներ, շոուներ, դրոնային ֆեյերվերքներ։ Այո, գեղեցիկ է, մարդիկ շարունակում են ապրել։ Շատ գեղեցիկ, բայց այդ դրոնները գուցե բանակում ավելի պետք կլինեն, քան հրավառությունների ժամանակ։ Իսկ պատասխանեն պետք ժամանակ, պետք եղած ժամանակ բանակում էլ կօգտագործվեն այդ դրոնները։ Ես եղել եմ բանակում, երբ որ այդ դրոնները օգտագործում են մեր դեմ։ Ես ուրախ եմ, եթե իրանք կօգտագործեն հիմա մեր օգտին, ասածս հետեւյալն է, գիտեք, դուք չեք սիրում, երբ որ աղբի մեքենան է գալիս գիշերը եւ աղբը տանում, որտեվ դա խանգարում է ձեր հանգիստը, երկաթի ձայները եւ այլն, բայց կան այդպիսի ծառայություններ։ Համարեք, որ ես աղբահավաքով եմ զբաղված, որովհետեւ աղբը մեր երկրում անչափ շատ է։ Ահա ինչու ես մշտապես խոսում եմ այդ վտանգի մասին։ Թող ուրիշները խոսեն ավելի լավ բաների մասին։ Ես 20 ֆիլմ եմ նկարահանել մեր մշակույթի, մեր արվեստի մասին, սպորտի, ճարտարապետության, կրոնի մասին։ Ես իմ մասը այդ հրճվելու արել եմ։ Հիմա իմ պարտքն եմ համարում խոսել վտանգների մասին եւ կասեցնել, բեկանել այդ վտանգները։ Եթե դա որևէ մեկին դուր չի գալիս, մի նայեք ինձ։ Նայեք այն մարդկանց, ովքեր ձեզ հաճելի բաներ են ասում։ Ուղղակի հիշեցնեմ, որ դեղերը միշտ դառն են, իսկ կոնֆետները, որը փչացնում են ձեր ատամները, միշտ քաղցր են։